Զորքերը մոտենում են, որ կռվեն։ Կային ու Աբելը իրար Կայի ուզում Աբելին դանակով խփի։ Նոր ստեղծագործություն, որ պատմում է սև ու սպիտակի բաժանված հասարակության, Կռվում են հերթով։ տարաձայնությունների, Իրար հայհոյում են սևերն ու սպիտակները մեր երկրին։ որոնք ավարտվում են։ Էլ չեն կռվում։ Բոլոր դառնում են մի գույնի։ Ինչպես է կոմպոզիտորը սևից ազատում եղբայրներին։ Տեր Ողորմյայի։ Կոմպոզիտորի գլխում գաղափարը մանկավարժական համալսարանում քննություններից մեկի ժամանակ է առաջացել։ Մի դահոլահար մտավ, հանձնեց քննություն, դուրս եկավ, նորից ներս մտավ, ես իրան ասեցի, դու քիչ առաջ չհանձնեցիր, ասեց չէ, եղբայրս էր։ Ասի հենց ներս կանչի։ Կանչեց ոնց որ խնձորը կիսված։ Կա չէ՞ այսպիսի արտահայտություն։ Խնձորը երկու մասի կիսված ակամայից միանգամից այդ միտքը եկավ մեջս, որ մեր ժողովուրդը կիսված է երկու մասի, բաժանված են սևերի ու սպիտակների։ Դժբախտաբար։ Եվ ամբողջ համացանցը, հեռուստատեսությունը, տարբեր տեղեր, որ ալիքը միացնում ես, ատելության խոսք կա մեջը, համացանցը մտնում ես Facebook կամ տարբեր հարթակներ, ատելության խոսքը շատ է եւ ակամայից առաջացավ այդպիսի մշակույթի լեզվով այս պատերազմը ցուցադրել եւ վերջում հաշտեցնել։ Քանի որ եղբայրները դհոլահարներ էին, Գևորգյանը որոշեց հասարակության մեջ բաժանումը, վեճերը ցույց տա դհոլների, այսպես ասած կռվով։ Եվ իրար հետ հարց ու պատասխանի ձևով այսպես կռվում են։ Եվ դա ինչպես արեցի, կանչեցի մեր հանրապետության լավագույն դհոլահարներին, անվանի ճանապարհ անցած դհոլահարներին, խնդրեցի, որ մենք այդ կռիվը իրար հետ սարքենք համատեղ։ Եվ այդ կռիվը ձայնագրվեց հենց այս ստուդիայում, մասնակցեցին Նորայր Շարոյան, Էֆո, Նորայր Ավետիսյան, Շահեն Ավետիսյան, Ալիկ Փելոշյան, Գագիկ Խախվերդյան, Ռազմիկ Սարգսյան, Արազ Օրդինյան, իմ շատ սիրելի ընկերոջը շատ զբաղված է երկրում չի ու ափսոսում եմ, որ ինքը չմասնակցեց այս նախագծին։ Մի խոսքով մենք պատրաստեցինք այդ կռիվը։ Փորձառու դհոլահարների հետ աշխատելուց հետո երաժշտությունն ուղարկել են հանրապետության երաժշտական տարբեր դպրոցներ աշակերտներին սովորեցնելու։ Նրանք այնքան ոգևորված էին, պատմում է Արա Գևորգյանը։ Ովքեր որ լավագույններն են Հայաստանի տարբեր դպրոցներում, բոլորին հրավիրեցինք հանրային ռադիոձայնագրության։ Եվ եկան։ Բարեբախտաբար շատ ունենք լավ դհոլահարեր եւ Տիգրան Կուզիկյանը, որը մեր հնչյունային ռեժիսորն էր, հրաշք անձնավորություն, եւ շնորհակալություն նրան, որ այդ բոլորից կարողացավ գլուխ անել։ Կոմպոզիտորի պատկերացումները միս ու արյուն էին ստանում։ Հասարակության պառակտումը միայն դհոլահարները չեն, որ ցույց են տալիս իրենց նվագով։ Երգչուհի Տաթև with Wings-ը ստեղծագործության սկզբնամասում փորձում է ցույց տալ ներքին պառակտումն ու քաոսը։ Ընտանիքներում անհամաձայնություն, եղբայր քույր կռվում են, հայր ու որդի վիճում են, ընկերներով, բարեկամներով, բոլորը բաժանվել են երկու մասի ու սև ու սպիտակ այս կռիվն է գնում։ Երգչուհին իր վոկալիզով բնութագրեց այդ տխուր վիճակը, քաոս վիճակը։ Եվ դրանից հետո, երբ որ կռվի տեսարանը արդեն գալիս հասնում է իր գագաթնակետին, այդտեղ միջամտում է մեր կողմից շատ սիրված հանրահայտ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը հրաշալի մարմնավորեց մոր կերպարը, այսինքն մայրը իր բոլոր զավակներին հաշտեցնում է։ Մայր Հայաստանի կերպարն է մարմնավորել դերասանուհին։ Նա սթափեցնող ճիչ է արձակում, լռեցնում կռվողներին, հայհոյողներին։ Ինքը ձեռքի մի շարժումով բոլորին միավորում է։ Այդ այսինքն սկսում են խփել նույն ռիթմը, բոլորը դառնում են նույն հագուստներով, սպիտակ։ Բոլորը, ճիշտ ասած, ես մտածում էի, որ բոլորը փոխվեն ազգային տարած լինի, բայց դա նախ շատ թանկարժեք դարձավ, կարել է այդքան հագուստ, որովհետև դհոլահարները միայն 1400-ից ավելի էին գրանցված, բայց մենք ոչ մեկի չենք հանել, հրավիրել ենք բոլորին, որպեսզի չնեղացնենք որևէ մեկին, որևէ մանուկի, որովհետև երբ որ ասում էի շատ եք, ժողովուրդ, շատ եք շատացել դպրոցներով, ասում էին պարոն Գևորգյան, երեխեքը ոգևորվել են, ծանողները ոգևորվել են, մենք գալիս ենք։
Շատ բարդ ու երկարատև աշխատանք են կատարել Արա Գևորգյանն ու մեծ թիմը։ Տարբեր տարիքային խմբի աշակերտներ են մասնակցել, 1000-ից ավելի։ Նրանց անվտանգությունից մինչև ճիշտ շարք կանգնելը կոմպոզիտորի ուշադրության կենտրոնում էին։ Այնքան դժվար էր երեխեքի հետ աշխատելը, որ գիծը շարում ես, հենց շրջվում ես, իրանք արդեն էլի շրջվում, խոսում են մեկը մյուսի հետ, գիծը խառնվում է։ Երեխեքը նվագում են անդադար, ասում եմ երեխեք ջան մի նվագեք, բան եմ ասում, ոչ ոք չի լսում, շատ բարդ էր, շատ բարդ։ Աղոթքով հաշտված դհոլահարներն այնպես էին կանգնել, որ թռչնի բարձրությունից այս պատկերը լիներ։ Կոմպոզիտորն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում շնորհակալության արժանի մարդկանց։ Նկարահանումներում ներգրավված էին սահմանամերձ համայնքների պարային համույթներ եւ տարբեր երաժշտական խմբեր։ Նաեւ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, Զուռնայի վարպետներ, ինչպես նաեւ մի շարք հայտնի երաժիշտներ։ Նախագիծն իրականացրել է ռեժիսոր Վահե Յանը, գլխավոր օպերատոր Արթուր Ղարայանի թիմի հետ եւ այն իրականություն է դարձել բազմաթիվ մասնակիցների, հովանավորների եւ տեխնիկական աջակցողների համագործակցությամբ։ Մարդկանց, որ առանց որոնց հնարավոր չէր այս նախագիծը իրականություն դարձնել։ Առաջին հերթին Վահան Նահապետյանին, նա ինձ հետ համագործակցավորող է այս ստեղծագործությունը։ Այն ինչ որ ես անում եմ, գործիքավորման աշխատանքներն անում եմ, վերջում տալիս եմ Վահանին, ասում եմ Վահան ջան, հիմա իրան դարձրու այսօրվա շնչով, որովհետև այսօրվա նոր տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, ես ի վիճակի չեմ այդ ժամը մեկ տեխնիկա է փոխվում դրանց հետևից հասնել։ Իսկ Վահան Նահապետյանը դրա փայլուն գիտակն է ու ինձ շատ է օգնում ու անշահախնդիր է օգնում։ Ես Վահանին շատ եմ սիրում ու ուզում եմ ասեմ շնորհակալություն Վահան ջան։ Ես ուզում եմ ասել շնորհակալություն Յուրա Ղարիբյանին, որը առիթ հանդիսացավ, որ ես ավելի ռիսկով դառնամ, քանի որ մի հանդիպման ժամանակ իր շուրջը կային շատ ազդեցիկ մարդիկ, որոնք հարց տվեցին ինձ. «Արա ջան, նոր բան չես անում»։ Ասի իհարկե անում եմ, բայց չեմ կարող ձեզ ցուցադրել, որովհետև շատ մեծ բան եմ մտածել, չգիտեմ դրա տակից ոնց եմ դուրս գալու, եւ այդ բոլոր շրջապատող մարդիկ ամեն մեկը մի բանով եւ հոգեբանորեն եւ նյութապես կանգնեցին կողքիս մի վայրկյան հետո։ Տեսահոլովակի մասին մեծ զրույցում կոմպոզիտորը փետրվարին խոսելիս ուզում էր օր առաջ իրականություն դարձած տեսնել։ Շատ սիրուն բան է դառնալու։ Ես չգիտեմ, տեսնում եմ։ Մեկ օր անց մայիսի 28-ին վերածնունդ տեսահոլովակի պրեմիերան է։ Արմատից հեռացած սև ու սպիտակի բաժանվածներին Գևորգյանն Արարատի ֆոնին Մայր Հայաստանի եւ աղոթքի միջոցով է հաշտեցրել։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։